Բարի լույս սիրելի հետևորդներ, բարի օր, բարի երեկո, բոլոր նրանց, ովքեր որ ժամին որ նայում են իմ տեսանյութը, ինչպես եք, լավ եք սիրելիներս, մենք լավ ենք նույնպես, բայց արդեն մեզ զգուշացրել են, դե գիտեք վերանորոգման աշխատանքներ են գրում շենքում, որ պատշգամբի ինչ որ բաներ կան դրված, պատշգամբում դրված բոլոր իրերը հավաքենք նորից, էլի վերածվել է մի փոքր անկյունի, հիմա ցույց կտամ եւ արդեն դուք տեսաք, որ այնտեղ էլ դրել ենք մեր աստիճանը։ Ուրեմն սիրելիներս, շատ շոկ է այսօր լինելու, արդեն երեկվանից անցած տեսանյութում դուք տեսաք, որ օրը սկսել է տաքանալ, այսինքն այնքան տաք է, որ օդը լիովին տաք է ու շոկ է հենց։ Էլ քամին էլ եթե լինի, էլ օգուտ չի։ Եվ Ֆրանսիայի շատ մարզերում պիտի բարձրանա ջերմաստիճանը, ասում են մինչև 40, դե մեզ մոտ 30-ից անցը արդեն շատ է համարվում, 25-26 է այստեղի շոկը շատ լավ է, նույնիսկ դրանից բարձրն է, ամեն դեպքում շոկ լինի, շոկ չլինի, քանի դեռ շատ շոկ չի, գնանք խոհանոց, պատրաստենք օրվա ուտեստը, ձեզ էլ մոտիվացնեմ, պատրաստեմ աղցան, որոշել եմ բազուկով, հում բազուկով առանց եփելու աղցան պատրաստել, երկար ժամանակ չենք պատրաստել, չէ՞ բազուկ, բազուկը դե լավ է լյարդի համար, մաքրում է, դուք էլ հաճախ օգտագործեք եւ արդեն մի քիչ մանր-մունր այդպես գործեր կան, դե արդեն առավոտյան իմ ցնցուղը ընդունել եմ, դուրս եմ եկել, մաքուր աղջիկ եմ արդեն, գնանք գործերս անեմ, շորիկս բերել եմ արդեն դրել եմ այստեղ, այսօր որոշել եմ սահակնել, ահա, ես սովորություն ունեմ, որ միտեղ պիտի գնամ, կամ տանից արդեն դուրս եմ գալու, ինչ որ պիտի հագնեմ, արդեն պատրաստում եմ, դնում եմ կամ մահճակալի վրա, կամ էլ արդեն այստեղ, որտեղ որ պիտի հագնվեմ, բնականաբար այստեղ պիտի հագնվեմ վարագույրները լրիվ փակ է, եթե մարդիկ անցնեն աշխատելու, որև բան չերևա։ Այսքան բան է սպայի համար սիրելիներս, կարծում եմ անցած տեսանյութի գնումներս հավանեցիք, դե էլի գնումների դուրս կգամ, կիրակյուրն էլ, եթե այսպես շատ շոկ լինի, կգնանք հաստատ ծով, այս պահի համար այսքանը։ Սկզբում տապակում եմ վերմիշելը, տեսեք ինչ լավ վերմիշել է։ Վերմիշել հանդիպում է հայկական, ռուսական խանութներում, հետո ավելացնում եմ յուղ, որը իդեպ ես եմ հալել ու մի լավ տապակում եմ մինչև որ հասցնի կարմրել։ Լավ կարմրելուց հետո արդեն վրան ավելացնում եմ լվացած բրինձը, իդեպ չափերը այս բան ես չեմ կարող ասել, եթե դուք սիրում եք շատ բրինձ, կարող եք բրինձ ավելանել, իմ պարագայում գրեթե հավասար է, մի փոքր երևի թե վերմիշելը ավել կլինի, մի խոսքով ինչպես որ դուք սիրում եք, երկու տարբերակում էլ շատ համեղ է ստացվում, մի քիչ աղ եմ ավելացնում, աղի չափը ըստ ճաշակի քիչ է, ուղղակի անցքերը շատ մանր են, թվում է թե շատ եմ աղանում եւ արդեն վերջում ավելացնում եմ ջուրը, միջև որ ծածկի այս ամենը, շատ ջուր չեմ ավելացնում եւ արդեն կափարիչով փակում եմ, թողնում եմ մինչև որ լավ եփվի, արդեն պատրաստ է լինում, կափարիչը ահա դրեցի, դե սպասենք արդյունքին։ Այսօրվա մոտիվացիան սիրելիներս, վերմիշելով, բրնձով, փլավ, որ արդեն պատրաստում եմ երկրորդ անգամ իմ կյանքի ընթացքում, առաջին անգամ պատրաստեցի, ջուրը շատ եկավ, այսօրվա համար պատրաստել եմ նաև մի շատ համեղ բազուկով, մի փոքր վարունգով, անձիվով և եգիպտացորեն պահածոյացված, սոխ սխտոր, մի փոքր համեմունքներ աղցան, ավելացրել եմ թթվասեր, արտակարգ համեղ է, փորձեք, առողջարար աղցան է, նիհարեցնող և շատ լավ է օրգանիզմին, ահա, բարյախոժակ ինձ, ձեզ էլ մոտիվացիա։ Սար երեկոյան ուժեղ ամպրոպը, ժամը 7-ն է, բայց տեսեք կարծես թե մութ լինի, ամպերը լրիվ սևացած հավաքվել է երկնակամարում։
Ժորժան բարի օր։ Տանը չցանկացա մնալ, դե ասել եմ մեր տունը շատ ցուրտ ու սառն է, որ շատ լավ է, դրսում տաք է շատ շոգ եւ հաջորդ շաբաթ պետք է ահավոր շոգեր լինեն այստեղ, որ երբեք չի գրանցվել հունիս ամսվա համար, համարյա 37-6 աստիճան, շատ է, նույնիսկ ասում են կարող է բարձր լինի։ Դրա համար որոշեցի դուրս գալ, համ քայլել, տաքանալ, համ էլ խանութներ մտնել, դե գնանք միասին տեսնենք ինչ-որ բան գտնում ենք, չենք գտնում։ Եկեք միասին Էդիսակ պայուսակների խանութը մտնենք, չնայած առանձնապես այս պահին գնելու բան չունեմ, պիտի նայեմ անցած մոգասիների գույնի ինչ-որ մի բան, մոտավոր այդպես պայուսակ ունեմ, բայց եթե հարմար գույնը ճիշտ բռնցնեմ, միգուցե գնեմ։ Նայենք վերջին շրջանի ստացած ամառային պայուսակները, հիմնականում նման թեթև ծղոտից, շորից, այսպես գործվածքներով պայուսակներ են, դե ամառ է բնականաբար, թեթև ավելի քան կաշին և գներն էլ 50 եվրո է կոնկրետ այս պայուսակին։ Իմ հասակակիցները կհիշեն, որ մեր ժամանակ էլ էր նմանատիպ մոդան ավելի ուժեղ տարածված և ամռանը նման պայուսակներ էինք բռնում, դե կոնկրետ սրանից չէ, նման թեթև, հիմա ես մեկը նմանացրել եմ, չնայած մի քանի տարի առաջ էլ էր էլի նմանատիպ, որ հենց մեջը տոպրակներ, սրա նման 60 եվրո է, ահա, տեսեք ինչքան թեթև ամառային, գրեք իմանամ դուք կաշվից եք երադասում, թե նման թեթև սեզոնին համահունչ պայուսակներն եք միշտ նախընտրում, հիմա տեսնենք ինչեր կան, բախտս բերեց, որ այս ներքևում մարդիկ այդքան էլ շատ չէին, ես իջել եմ գետնահարկը և այստեղ է հիմնականում դրված նման պայուսակները և կարելի ասել ավելի մատչելի գները հանդիպում են գետնահարկում, եթե մտնեք այստեղ, ապա իջեք անպայման այստեղ, որովհետև մատչելի կարող եք գտնել այստեղ, այ նման մի քիչ ավելի կոշտ, ես սպիտակ գույնի պայուսակ ունեցել եմ, հələ այս ցանցի վրա էլ ընկերուհիս ասեղնագործել էր ծաղիկներ ու շատ սիրուն էր, սիրով բռնում էի միշտ, տեսնեն գինը ինչքան է, 26 եվրո, մատչելի է բավականին, շատ հարմար թեթև ամառային պայուսակներ են, կգրեք ձեր կարծիքը անպայման, տեսնեմ որն եք դուք հավանում և արդյոք նախընտրում եք նման պայուսակներ, թե ոչ, գները նայենք, 35 եվրո էլ սա էր, տարբեր չափի պայուսակներ են, ներքևում այս պայուսակային տեղներ, դրված են նմանի տարբեր գույները կամ փոխարինողները կամ պահեստային մասը բերում դնում են տակը և որպեսզի հեշտ է լինի փնտրելը և գտնելը, ահա Ժորժան լրիվ ամառային շունչ է և զեղչեր են, արդեն ասել եմ, որ ինչ զեղչեր են, ովքեր այս խանութի հաճախորդն են, նրանց համար են այս զեղչերը, գրված, տեսնենք ինչքան է զեղչված, 30 եվրո, 25.90 է 30 եվրո հանած, բավականին էժան է ստացվում, ահա, ինչքան հաճելի է, չէ, ովքեր են շատ պայուսակներ սիրում և ովքեր են, որ անընդհատ սիրահար են, այս չափն ու ձևը ինձ էլ դուր եկավ, շատ լավն էր, իսկ զեղչված է արդյոք, այո 30%, 36 եվրո 30%, վատ չի, ահա, ավելի լավ է ոչ կաշի լինի, սինթետիկ, որ թեթև լինի պայուսակը, ես վերջերս դրան եմ գալիս, իմ կաշվե պայուսակները, որ գցում եմ ուսերս ծանրությունից պոկվում են, իսկ թեթևը հարմար է, այս մեջտեղի հատվածում է տեսնենք ինչեր կան, ահա շորից էլի պայուսակներ, 26 եվրո, սա երևի երեխա ունեցողներին է ավելի հարմար, շորերը դնեն մեջը և տեղափոխեն, ահա հանդիպեցի այս գույնը, որով որ ես նայում էի, բայց նայեք, տեսեք, հիմա, բավականին էլ մատչելի է, ես ավելի թանկ եմ գնել, հենց իմ պայուսակը նման ձևի է, բայց շատ հարմար է, բաժանումներ ունի ու այսպես հեշտ փակում եմ, ահա տեսեք, գրեթե նույնն էր,
այս կանաչի հետ համեմատած թեթև դուրս կամ մտնեմ Armand-Thierry ասեցին հետևորդներից, որ այստեղ էլ լավ զեղչեր կան։ Ավելի շատ Armand-Thierry գալիս են դրսից գնումների եւ միշտ գնումներ են անում։ Շորիկը լավն էր, ասել եմ արդեն կտրած թևերով է ամեն ինչ այս տարվա եւ գույնս գույն աշխարհ է Armand-Thierry-ին, բելգիական ապրանքանիշ է, տեսնենք ինչքան զեղչեր կան, 20, 30, 40, 50% գներով գրած է, որպեսզի հեշտ էլ կողմնորոշվես, շատ զեղչեր են արված, բայց ինչ մոդել, որ ես նայում եմ աչքի տակով, դրանք չկան էլ գրեթե, ինչքան հետաքրքիր ամառային շոր է, բամբակից է, շատ թեթև, կողքից էլ այդ շղթան, գինը 76, 50% զեղչ, պահի տակ տատանվեցի, բայց չգիտեմ, առաջ էլ գնամ նայեմ, տեսնեմ ինչեր կան, այս պիջակն է 40% զեղչով, այս փայլփլունները շատ են, էլի իդեպ այստեղ Ֆրանսիայում շատ են փայլփլուն շորեր հագնում, ամեն ինչի մեջ կա, ու փողոցում սովորական կարող եք քայլել, ես մի քիչ բան եմ լինում։ Կանք այստեղ տեսնենք սպիտակ գույնի վերնաշապիկ, օրինակ սրա մոդելը ինձ դուր եկավ, 40% զեղչ է, շատ լավն է, փափուկ թեթև, բամբակ, թևերը կարող էր ծալվել, մեջից թելուն էր, բայց ցավոք իմ համարը չկար, թե չէ կգնայի, ասի մի հատ հələ այս շորը փորձեմ, նայեմ, տեսնեմ ինչ է, ինչ ձևի է, բայց վատը չի, գիտեք, ախր որ գիտենամ, որ մշտապես շոքեր են անելու, կգնեմ ունեմ էլի, բայց տատանվեցի, հələ հետո էլի կգամ, վերնաշապիկը այդքան սիրուն չէր, կտորի երանգի առումով ըստ ինձ, եւ էլի 50% զեղչ էր, 25 եվրո էր գալիս, բազմազան ընտրանի, տեսնենք այստեղ ինչ է, կարճ շորիկները ավելի շատ են այստեղ, ես իրենցից էլի թեթև ամառային կարճ ծնկի վրա շորիկ ունեմ, տեսնենք այստեղ ինչեր են, էլի սա սինթետիկ է, չէ, այդքան չի հետաքրքրում, առաջ շարժվենք, մեկ էլ այդ շորն էր, որ մանիկենի վրա դրսում կար, ես նկատեցի, սա էլ էլի բամբակից, 30% զեղչ, կրակագույն շատ սիրուն է, գույները ավելի պայծառ էին, ահա, փեշերն էլ այսպես բալաններով էին, տեսնենք էլ ինչ կա այստեղ և դուրս կանք։ Ջան շատ խանութներ եմ մտել, հենց նոր Կարոլից դուրս եկա, սառնամանիքա, կոնդիցիոներները միացրացա, շատ սառնա, որի պատճառով էլ խանութ չեմ գտի, հիմա մի հատ պտտվեմ այստեղ, զանգ եմ տեսնեմ հարմար է, գնամ ունքերս հանեմ ու գնամ տուն։ Շատ հաճելի է հիմա եղանակը, քամին հետը, շատ ահա որ շոկ չի, ամենայն դեպս ինձ համար շոկ չի։ Սիրելի հետևորդներ, եթե դուք ցանկանում եք այցելել Ֆրանսիա, դե հիմնականում Փարիզ են շատերը գալիս, եւ սիրում եք այցելել թանգարաններ, ապա կարող եք անվճար Լուվրի թանգարան մտնել ամեն ամսվա առաջին ուրբաթ օրը։ Ցանկացած քաղաքում էլ կա նման բան, կոնկրետ մեր քաղաքում ամեն ամսվա առաջին կիրակին է անվճար բոլոր թանգարանները։ Բացի Լուվրից կարող են մյուս թանգարաններն էլ մտնել, զբոսաշրջիկները, սիրելիներս, սա իմացեք։ Մեկ էլ մի հետաքրքիր բան ասեմ, որովհետև շատերի խնդիրն է, երբ ինչ-որ մի անծանոթ քաղաքում զբոսնում ես, հատկապես երկրում ու Ֆրանսիայում, մարդ ես, բնական կարիքներդ ուզում ես հոգալ, զուգարաններ չկան տեղադրված, 1-2 շատ հեռու, առանց վարանելու կարող եք մտնել ցանկացած սրճարան եւ օգտվել այդ սրճարանի զուգարանից։ Եվ այդպես դուք կարող եք ձեր ժամանակը հաճելի անցկացնել, ոչ թե ժամերով փնտրել, թե որտեղ կլինի հասարակական զուգարան։ Այս նորությունը բոլորի համար է։ Եթե անգամ Ֆրանսիայում եք ապրում, այցելում եք մեկ ուրիշ քաղաք, հենց ձեր քաղաքում եք ու արդեն ուզում եք զուգարան, ուրեմն մտեք ցանկացած սրճարան, հարգելիներս, այս էլ էս մի նորություն է ձեզ։
Շրջան արդեն տանն եմ, տանից լավ տեղ չկա, անկեղծ ասած, շատ հով ու լավ է մեր առայժմ բնակարանի ջերմաստիճանը, հուսով եմ միշտ էսպես կլինի, վարագույրները փակում եմ, թե ննջասենյակում, թե այստեղ հյուրասենյակում, հիմա ցույց կտամ, եւ մի մեծ լավ գործ արեցի նաեւ այսօր, ծաղիկներս լվացի, հələ տեսեք ինչքան մաքուր են։ Ծաղիկներիս այսօր լողացրել եմ, հələ տեսեք ինչ մաքուր են, թարմ, բա հələ այս խոլորձից տերևին ոնց է մեծացել մաքուր տերևները եւ այս մյուս ծաղիկս էլի, ահա հովացրել եմ։ Փակած են վարագույրները, որ տունը շատ չշոքի, դե ես էլ Ժորժան արդեն տեսեք, պատշգամբի եղած բաներն են, բա ճանապարհին արդեն ասեցի, չէ, որ այստեղ շատ շոքեր են սկսվելու, հիմա նայում եմ եղանակը հեռախոսիս մեջ եւ տեսնում եմ, որ վաղն էլ էլի շատ շոք, այսօր դե շոք է, բայց վաղվանից ավելի է բարձրանում։ Անցած տեսանյութում երևի թե երբ ասեցի, որ ուզում ենք Կիրակի օրը գնալ ծով, բայց էլի նստեցինք, որոշեցինք, որ հայ չել հարմար չի գնալը, ինչու ասեմ ձեզ, եթե գնում ենք ու հետ են գալիս, բնականաբար առավոտյան գնացինք, մինչև այդ կեսօր փորձեցինք լողանալ, կեսօրից հետո դե չի թույլատրվում արև ուժեղ է կվառվի, մեր մարմինը բնականաբար, արև ուժեղ ճառագայթներ պետք չէ ընդունել, վնասակար է, դրա համար, վառվելու համար, այդ մանր ավազից ազատվելու համար որոշեցինք ավելի լավ է գնալ բնության գիրք, հովտեղ մի տեսակ գնանք բնություն, հանգիստ նստենք, մի քիչ ես էլ ինչ-որ բաներ կթխեմ, երևի խաչապուրի չգիտեմ, դեռ չեմ որոշել, այդ կգնանք, կվայելենք բնության գրկում, կտրված ամեն ինչից, քաղաքի եզիառուզարից, ահա որ շատ մարդ կար քաղաքում, դե ասել եմ տուրիստները շատ են, ուղիղ 11 տարի առաջ եմ եկել այս օրերին եւ այն ժամանակ որ քայլում ենք այդքան մարդ չկար, 11 տարվա մեջ ինչքան է ակտիվացել մեր քաղաքը, ինչքան դեպի նոր ձեռքբերումներ է ունեցել եւ տուրիստական արդեն հոսք այնքան շատ է, որ զարմանալի է, հատկապես Բելգիայից, Հոլանդիայից, ասել եմ միշտ, անգամ Գերմանիայից, դե Անգլիայից, այստեղ Լամանշի նեղուցով գալիս են, ընդամենը մի ժամ է տևում, մի խոսքով շատ մարդ կա մեր քաղաքում եւ հատկապես այն խանութներում, որտեղ շատ են, դրա համար չեմ կարող նկարել հատկապես այս զեղչերի շրջանում։ Մի խոսքով իրենց համար շատ լավ տարբերակ է զեղչերով, որովհետև էլի են ասել այդ երկրներում ապրող հայերը, որ այո, տեսականին մեր լիր քաղաքի ավելի շատ է, չեմ ասում, որ ավելի հարուստները արդեն հին քաղաքի են լավ լյուքս խանութներից են օգտվում, դե արդեն միջին բրենդներից, սովորական դրանցից են միջին խաղն է օգտվում, զառանելիքը մարդ կար, էլ չմտա կողքով անցա, մի խոսքով սիրելիներս չգնացի, ունքերի զանգեցի չպատասխանեց մերանին, երևի հարմար չէր, ես այսօր ասի, որ չեմ գալու, փոխեցինք ժամերը տարբեր, զանգի ժամանակ ու այդպես էլ չստացվեց, ոչինչ, մի ուրիշ օր կգնամ, լավ ման եկա, մի խոսքով մաքրոց շնչեցի, դե արևոտ D վիտամինն ընդունեցի, հիմա արդեն եկա տուն, լվացքը մի մասն էլ պատշգամբում եմ փռել եւ հիմա նորից լվացք կանեմ, գոնե այս լավ օրերին, քանի վարպետները չեն աշխատում, Կիրակի եւ վաղը չորացնեմ լվացքս։ Դե այս պահի համար այսքանը, ես գնամ շորերս փոխեմ, մտնեմ խոհանոց, տեսնեմ ինչ եմ հնարում, ինչ իմպրովիզ եմ անում երեկոյան ընտրելու համար։ Երևի թե դդմիկով ինչ-որ հետաքրքիր բան կպատրաստեմ, ինչևէ, հենց որոշեմ պատրաստեմ, հարմար լինի ընթացքում ցույց կտամ, չէ, գոնե վերջնական ցույց կտամ, ձեզ կմոտիվացնեմ։ Դե առայժմ սիրելիներս լավ մնացեք, ես գնացի։ Դդմիկներս լավ լվացել եմ, արդեն կլպել եմ այդ ձև զոլավոր, ձու, յոգուրտ, ալյուր, սև կարմիր պղպեղներ, սխտոր,
Այս ամենը մի լավ խառնում եմ, որովհետև պետք է թաթախեմ այս սոուսի մեջ։ Կարող եք առանձին ամանի մեջ դուք պատրաստել դդմիկը եւ վրան էլ լցնեք, բայց քանի որ ես պիտի կարտոֆիլով պատրաստեմ, ուստի այսպես մի լավ խառնում եմ, շատ լավ համ է տալիս, կարծեմ բան չմոռացա ասելու եւ շատ համեղ տարբերակ է եւ շատ առողջարար է, պետք է ջեռոցում պատրաստեմ։ Ահա, արդեն դդմիկներս պատրաստ են, հիմա մի լավ ձեռնոցս հագնեմ, խառնեմ, որ զգամ, որ լավ խառնվել է, աղել եմ արելի դեպ աղը մոռացա նշել եւ ձիթապտղի յուղ, հա, եւ ձիթապտղի յուղ եմ ավելացրել։ Մի լավ այսպես խառնելուց հետո շարում եմ տապակի վրա եւ որից հետո էլ արդեն կարտոֆիլներն եմ այդպես խառնում սոուսով։ Ամենավերջում եթե սոուս է ավելանում, սոուսը այդպես լցնում եմ դդմիկների վրա եւ դնում ջեռոցը։ Մոտավորապես մի 20 րոպեում արագ լինում է։ Ահա արդեն պատրաստ է, երեսին սոխ մանր կտրատած եւ լոլիկ։ Տեսեք։ Հիմա դնում եմ ջեռոցը, ընդամենը մի քանի րոպեից պատրաստ է մեր այսօրվա ընթրիքը։ Տեսեք ինչքան ախորժելի է։ Դե մեզ բարի ախորժակ, ձեզ էլ ցտեսություն եւ մոտիվացիա, թե ինչ պատրաստել այսօր։ Տեսանյութս թերի կլիներ, եթե նախաճաշներ ցույց չտայի, միանգամից օրվա համար մոտիվացիա։ Նախաճաշ ներսը 2 հացի կտորներ են, մեջտեղն էլ պանիր է եւ նմանատիպ առավոտյան նախաճաշ ձվածեղ վարունգով, շատ առողջարար եւ շատ համեղ։ Դե հիմա իսկականի ցտեսություն, կհանդիպենք։